Խնդրեմ ներկայացնեք վերջին շրջանում համայնքում տեսանելի աշխատանքները, բարեփոխումները, որոնք իրականացվել են։ Համայնքում այնքան շատ է եւ Հայաստանի Հանրապետությունում այնքան շատ է, չեմ կարող թվարկել, հերթով նշեմ ընդհանուր մեր հաջողությունները, բանակաշինություն, գիտություն, սպորտ, արտաքին քաղաքականություն եւ այսպես շարունակ մինչեւ 30-40 կետը լրանա։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Իհարկե գոհ եմ։ Եվ ընդդիմությանը հետևում եք հայտարարություններին նրանց։ Վայ չէ, ես իմ ժամանակը եւ առողջությունը խնայում եմ։ Շատ լավ գործեր արված են։ Շնորհակալություն Հարգարժան քաղաքապետին, մեր թաղապետին Սերոբ Սարգսյանին։ Մեր պատմության մեջ այսքան ժամանակ շատրվաներ չեն կորցրել։ Մոտեցեք, տեսեք ինչ գեղեցիկ շատրվաներ, հով, զով, սառնորակ ջրով, մաքուր, ակուրատի, գեղեցիկ Նյու Յորքն է։ Մեր քաղաքի, այո, քաղաքի Նյու Յորք եմ ես ասում, բացակ շենքերով գեղեցիկ շնորհակալ մեր կառավարության երիտասարդ, գրագետ, հրապարակախոս, բանիմաց, աշխատասեր, մնում է որ մենք փորձառու տարեց մարդիկ կողքից օգնենք, հարգենք, սիրենք, պաշտենք ու առաջ գնանք ձեր շնորհակալ ենք ամենակարևորը խաղաղության համար մեր հարգարժան գլխավոր հրամանատար պարոն Փաշինյանից որ խաղաղություն ա բերել ամեն ինչ ցույց խաղաղություն եթե չկա խաղաղություն ոչ մի բան չի լինելու մեր կյանքը մեր խաղաղությունը զիվորը Եվ ընդդիմության հայտարարություններին հետևում եք նրանց առաջ քաշած այդ թեզերին ինչպես եք ընդդիմությանը շատերին գիտենք ապրել ենք արդեն իրան ժամանակ գիտենք արկելես առաջ նայենք առաջ քայլենք առաջ գնանք մեր սիրելի հարգարժան վարչապետ մեր դարի մեր ժամանակի հերոսը մեր այսօրվա պատմության հերոսը շնորհակալ ենք փառք ու պատիվ բոլորին աշխատակազմին բոլորին մեր կառավարության շնորհակալ ենք Պատկերացրեք շատ շնորհակալ եմ ես անձամբ ամեն ինչից շատ լավ է շնորհակալ ենք Ոլորտային կնշեք ինչ որ ձեզ համար տեսանելի է Մանկապարտեզներ են վերանորոգվել այգին դե այն կողմերը եղել է հենց Էփիշկեքում այստեղ չի եղել այս այգին են վերակառուցել շատ լավ է Քաղաքային միջավայրը նորմալ ձևով հաճելի է պարզապես գոհ եք կառավարության աշխատանքից Շատ, չափից շատ։ Եվ եթե հետևում եք ընդդիմության հայտարարություններին, ինչպես եք վերաբերում նրանց առաջ քաշած թեզերին։ Չի ուզենա, բայց ներվայնանում եմ պարզապես իրանց ստերի վրա։ Ես ինքս թոշակառու եմ, օգտվում եմ բժշկական օգնությունից։ Միայնակ թոշակառու եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ոչ մեկ թող իրավունք չունի բողոքելու, պարզապես իրավունք չունեն բողոքելու։ Խնդրեմ ներկայացնեք վերջին տարիներին ձեր համայնքում տեսանելի աշխատանքները, որոնք իրականացվել են։ Շատ են։ Եվ մեր հրաշք մանկապարտեզների վերանորոգումը կարող ասենք որ ինձ ոչ մի բան չէր մնացել։ Արտակարգ փողոցները, այգիները մեր շրջանում։ Համեմատության մեջ զարգացումը նկատվում է։ Իհարկե, անշուշտ։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Այո։ Իսկ հետևում եք ընդդիմության ելույթներին, նրանց առաջ քաշած թեզերին։ Գիտեք, սիրտս նենց արագ է սկսում աշխատել այդ լարումից, այդ ստրեսից, որ լսում եմ դրանց սուտ հերուրանքները կառավարության հասցեին ու իրենց առաջ քաշած թեզերը, սուտ թեզերը։ Խնդրեմ ներկայացնեք ձեր համայնքում վերջին տարիներին փոփոխությունները, բարեփոխումները, որոնք տեսանելի են։ Դե հենց հիմնականը դուք նայեք այս բակը ինչ կարգավորել են ավելի լավ։ Վերջին անգամ մինչև երբ չգործել է շատրվանները։ Իսկ մի տարի գործում է։ Չէ, նա դրանից առաջ քանի տարի։ Դրանից առաջ մոտ մի 25 տարի, 30 տարի չի եղել։ Բակ չի եղել, ուղղակի ծառեր են։ Գոհ եք աշխատանքից կառավարության։ Երբեք չի պատկերացնի, որ այս թիմի հետ ես կարող եմ ավտոբուսով։ Ուրախ եք։ Շատ։ Ուրախ եմ, որովհետև մեր ղեկավարը անում է ամեն ինչ որ հնարավոր է։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Շատ գոհ եմ, իհարկե կան թերություններ, դա մարդը ինքն էլ ունի այդ թերությունները, հա, իր ընտանիքում նույնիսկ չի կարողանում ասենք երբեմն այնպես կառավարի, որ ամեն ինչ իրավունով, բայց այս մարդը այս քարուքան բեղած երկրում այսքան բան է անում, չնկատել այդ առնվազն պետք է գույր լինել, շատ գոհ եմ։ Գոհ եք նշել ոլորտային բարեփոխումները, որոնք ձեզ համար տեսանելի են։ Բարեփոխումներ, իհարկե, այդ առողջապահության այդ ինչպես է կոչվում, ապրեք։ Դրանից ոնց կարող ես դժգոհ լինել, երբ որ
կներեք 46000 են էլ հիմա է դարել իր շնորհիվ թոշակը դաժե չէր հերիքում իմ դեղերի իսկ ես հիմա բարձրանում եմ իմ դեղերը անվճար ստանում եմ բավականին թանկ դեղեր են ինչ ոնց դժգոհ լինես շատ գոհ եմ ապրենք շնորհակալ вообще իրա թիմը ապրեն շատ լավ են աշխատում իրանց այս հաջողություն եմ մաղթում եթե իրանք այս հաջորդ փուլում էլ ընտրվեն կարծում եմ երկիրը բավականին ոտքի կկանգնի Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար